Ժողովուրդն այժմ անհանգստանում է միայն երկու բանի համար՝ հացի և կրկեսների։ Դեռևս երկրորդ դարում հռոմեացի երգիծաբան Յուվենալը նկարագրում էր մի հասարակություն, որը պետական գործերին մասնակցելու փոխարեն բավարարվում էր կայսրների բաժանած անվճար հացով և զանգվածային զվարճանքներով։ Այդ տեխնոլոգիայի կիրառման սկիզբը վերագրում են հանրապետական բարեփոխիչ Գայոս Գրակքոսին։ Նա մեր թվարկությունից առաջ 123 թվականին պետական հացահատիկը հասանելի դարձրեց ցածր գնով, գրեթե անվճար։ Կայսրը կերակրողն էր, ժողովրդի այսպես կոչված հայրը։ Քաղաքացիներն ուտում էին անվճար հացը, կշտանում ու հասկանում, դրանից հետո ճիշտ է, սովից աչքերի առաջ չի սևանում, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ոչ իրենց կյանքում, ոչ կայսրության ներսում։ Բայց կերակրող հայրը, կայսրը դրա մասին էր մտածել։ Նրանք մարդկանց կյանքը վերածեցին ներկայացումների, խաղերի ու խրախճանքների։ Կենտրոնում գլադիատորական խաղերն էին, մահվան ու մարտի տեսարաններ, որոնք անցկացվում էին հիմնականում Կոլիզեյում։ Մեկ այլ խոշոր հարթակ էր Հռոմի մեծ կրկեսը, որտեղ անցկացվում էին կարգերի մրցումներ, հազարավոր, երբեմն տասնյակ հազարավոր հանդիսատեսների մասնակցությամբ։ Այսպես, կրկեսը վերածվեց ոչ միայն զվարճանքի, այլ նաև քաղաքական գործիքի, ամբոխի էներգիան ուղղորդելու, սոցիալական լարվածությունը թուլացնելու և հանրային ուշադրությունը վերահսկելու, անցանկալի հարցերից շեղելու համար։ Ձեր մտքով էլ անցավ այն, ինչի՞մ։ Բայց մինչ այս մոդելը չի սահմանափակվել հին Հռոմում։ Դարերի ընթացքում գլադիատորներին, ձիակառքերին ժամանակակից միջոցներ են փոխարինել։ Գանք մեր օրեր նացիստական Գերմանիա, 78-ի Խուան Պերոն ենք հիշում, 36 թվական օլիմպիական խաղեր Մյունխենում։ Հիտլերը պարզապես դա ֆանտաստիկ ձևով վերածեց հետագայում հասարակական մոբիլիզացիան բարձր մակարդակի վրա ամրապնդելու, ինչու որովհետև այդտեղ SS-ը հիմնականում զբաղվում էր մարդկանց ահաբեկելով, որպեսզի կարողանան մրցակից մարզիկներին, այսպես ասած, չթողել մոտենալ հաղթանակին, որպես ամենամեծ քանակի ոսկե մեդալները Գերմանիան կարողանա ձեռք բերել եւ դա փորձեն կապիտալիզացնել։ Ստալինից հետո Խրուշչովյան տները ինչպես են հայտնվում, հենց այդ հաց եւ կրկեսի շրջանակում։ Այդ ստալինյան ժամանակահատվածում ժողովրդին պետք էր պարզապես տալ այն խայծը, որ անվճար բնակարաններ ենք տալիս ձեզ։ Այդ մոտեցման ամենահաճախ հիշվող օրինակներից մեկը Սիլվիո Բերլուսկոնիի քաղաքական ձեռագիրն է։ Նա այն գործիչներից էր, ով քաղաքականությունը տեղափոխեց մեդիա դաշտ, հեռուստատեսային ձևաչափերին մոտեցնելով հանրային հաղորդակցությունը, որտեղ կերպարը շատ հաճախ ավելի կարևոր էր, քան բովանդակությունը։ Սաուդյան Արաբիան վերցրեք մեկ այլ օրինակ։ 2010 թվականից Սաուդյան Արաբիան համերգներ, ֆուտբոլի խաղեր, ամեն տեսակ շոուներ օգտագործում է, որպեսզի ժողովրդին շեղի այդ խնդիրներից։ Հաց եւ կրկես հռոմեական տեխնոլոգիայի գիտակներից է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն այնպիսի ծրագրերի մասին է խոսել, որոնք քաղաքական հաջողության տեսանելիությունն են ապահովել։ Անընդհատ խոսել է կամուրջների, օդանավակայանների, ավտոմայրուղիների, քաղաքային նոր կենտրոնների կառուցման մասին։ Միաժամանակ զանգվածային հանրահավաքներն ու պետական մակարդակի մեծ միջոցառումներ էր կազմակերպում, որտեղ իր փառքի ու մեծության մասին էին խոսելու։ Լինելու է, այսպես ասած, խորոված պարթի։ Այս կազմակերպված աղմուկի մեջ է ապրում մեր հասարակությունը։ Ինչու՞։ Արդյոք մեզ վրա փորձարկում են նույն հնարքը։ Դու զվարճացնելով մարդկանց եւ նրանց ուտացնելով հոգում էիր նրանց բազային պահանջմունքները եւ թույլ չէի տալիս, որպեսզի ավելի բարձր բաների մասին մտածեն, օրինակ, չգիտեմ, մտածեն ռազմավարական խնդիրների լուծման մասին, երազանքներ ունենան եւ այլն։
Հա, կեր, քնիր, հանգստացիր, ուրախացիր եւ ոչինչ մի մտածի։ Աթանեսյանը պատահական չի համարում, որտեղ հաց այնտեղ կաց խոսույթը, ուրախ ավտոբուսի երաժշտական փարթիներն ու կարտոֆիլ, սուջուխ, լավաշ եւ այլն ուտելը։ Նրանք ցույց են տալիս, ինչպես կշտանալ ու զվարճանալ, նշում է զրուցակիցս ու հարցնում. բայց ինչի վրա։ Պատկերացրեք ընտրությունները, որը փաստացի մեր երկրի որպես ժողովրդարի երկիր կարևորագույն տոնը պետք է լինեն, կարևորագույն միջոցառումը պետք է լինեն, ընտրությունների օրը կամ եւ դրա նախորդող օրերը լինելու է գինու փառատոն եւ գինու փառատոնը որպես այդպեսին շատ հեշտությամբ կարող է որոշակի սեգմենտի վրա, որոշակի մարդկանց խմբի վրա կոնկրետ չեղող ազդեցություն ունենա ընտրական գործընթացից։ Դուք պատկերացրեք ընտրությունների օրը, ինչ որ մի տեղամասում լուրջ խախտումներ են տեղի ունենում, ինչ որ միտեղ մի տեխնացու բռնի գործողություն է կիրառում եւ դրան զուգահեռ գինու փառատոնին ինչ որ մեկը ինչ որ սկանդալային բան է անում։ Պարզ է որ ավելի այսպես սկանդալային, ավելի առօրյա, ավելի ինչ որ կենցաղային թեմաները ավելի հետաքրքիր են մարդկանց, իսկ դե հիմա մի ինտրատեղամասում մի խախտում ա եղել մարդկանց միգուցե շատ չհետաքրքրի։ Շեղել են, շեղում են եւ ուզում են շեղել հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից։ Համաճարակից, պատերազմներից ու Արցախի բռնի տեղահանումից հետո ամեն տարի ավելի քան 20-ից 30 խոշոր փառատոն է կազմակերպվել։ Միլիարդավոր դրամներ ծախսվել պետական բյուջեից։ Ինչ է, ուրախանալ չի կարելի, հարցրինք սոցիոլոգին։ Այո, զվարճանալը պետք է, գինին լավ է, գարեջուրը նույնպես եւ տոնակատարությունները մեզ պետք են։ Բայց տոնակատարությունը եւ խրախճանքը տարբեր բաներ են, երբ որ մենք մի բան տոնում ենք, մենք ունենք պատճառ ուրախանալու։ Երբ որ մենք պատճառ չունենք, բայց ուրախանում ենք, այո, սա արդեն հոգե պաթոլոգիայի ժանրից է, որ մարդը ուղղակի ուրախանում է, բայց որ հարցնում ես իսկ ինչից ես ուրախացել, որ հաց կա ուտելու, այս ժամանակները ինձ թվում է արդեն անցել են, մենք ունենք հաց ուտելու եւ գինին շատ է եւ փառք Աստծո որ կա, բայց որոնք են մեր հաղթանակները, ինչին ենք հասել վերջին օրինակ 10-ամյակում։ Իսկ գինարբուքին հաճախ խումհարն է հաջորդում։ Առաջանում է ոչ միայն ֆիզիկական տհաճություն, որն իրականությունից ժամանակավոր փախուստի հետևանքն է։ Գլխացավ, թուլություն, սրտխառնոց եւ ընդհանուր ծանր վիճակ։ Սա այն գինն է, որ մարմինը վճարում է կարճաժամկետ թեթևացման կամ զվարճանքի համար։ Իսկ ինչ գին է վճարելու հասարակությունը, պետությունը չդադարող զվարճանքներից եւ ուտելուց հետո։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։